Հունիսի 1-ն է, ամառը սկսվեց ու Երևանում այնքան շոկ էր, ասես արևը այդ օրը որոշել էր մենակ հայերին տաքացնել։ Չնայած դրան բոլորը նշում էին ամենակարևոր տոներից մեկը՝ երեխաների պաշտպանության օրը։ Մոնք 3-ը փոքրերի և մեծերի համար միջոցառում էր կազմակերպել, որին իհարկե ներկա ենք ես և Մոնքից։ Բացի զանազան ակտիվություններից տեղի ունեցավ հայկական բազմասերիանոց Հայ Դավիթ մուլտֆիլմի երկրորդ սերիայի պրեմիերան։ Վերջապես, մի ամիսը սպասում ենք բոլորով։ Դիտեցինք մուլտհերոսների արկածների շարունակությունը և սպասելու ենք մյուս էպիզոդներին անհամբեր։ Հետո ես և Մոնքին մի քիչ ընկանք մանկության գիրկը, ջրաներկով Հայ Դավիթի պայուսակ էինք ներկում, 100 տարյա ջրաներկ չէի տեսել, մեծացանք էլի։ Մոնքին թողեցի զբաղվի ու գնացի մի քիչ շփվեմ մամա-պապաների հետ։ Որ դուք մանուկ եք երեխայք, ձեր հունիսի 1-ը ոնց էր անցնում, հիշում եք ինչ-որ լավ տենց։ Մանկական երկաթողում էր անցնում։ Որը ցավոք արդեն չկա։ Հիմա չկա, չգիտեմ, երեխաներն ամեն դեպքում չենք տանում, բայց այնտեղ էր անցնում, հիշում եմ, եւ գնացք էինք նստում։ Նախամիևի կավիճով նկարելու հիշողություններ։ Այս ժամանակը զբաղմունքը կավիճն էր, չէ՞, հետաքրքիր։ Հա, գետնին նկարում էինք կավիճներով, չեմ հիշում։ Չեք հիշում։ Չէ։ Ոնց որ երեք եղած լինի, բայց չէ։ Ես բավականին մեծ եմ։ Չէ, ասի։ Շատ լավ, հիմնականում ընտանիքով շրջապատված, գունավոր, եթե մեկ բառով բնորոշեմ փուչիկներով, ուրախ։ Որ ես մանուկ էի, հունիսի 1-ը չգիտեինք, որ հունիսի 1-ը։ Այն ժամանակ կար հունիսի 1-ը։ Միշտ չեն պաշտպանել ժամանակին։ Հագում էինք խաղ։ Այն ժամանակ կար մայիսի 1, մայիսի 9։ Մեր հունիսի 1-ը ստանդարտ օղակաձև զբոսայգում անցել, կարուսելի շրջանակում կարուսելն է շղթան ու լոդկան։ Երեխաները որ հարցնում են որտեղից եմ հայտնվում իրանք։ Ինչ եք պատասխանում։ Մեծ աղջիկս արդեն գիտի որոշ չափը, որտեղ տեսել է մամայի փորիկը ոնց է կլորանում, իսկ փոքրս 8 ամսական է դեռ չենք բացատրել դեռ։ Կարծում եմ կարելի է նուրբ ձևով, բայց ճիշտ է պատասխանը հաստատ ոչ արագիլ այդ տարբերակը մերը չի էլի։ Մամայի փորիկը։ Ճիշտը գիտի։ Մանրամասներով չի, բայց Հա, դա ճիշտ է։ որովհետև երկրորդով երբ փղի է, ինքը գիտեր, որ ապերը փորիկի մեջ է։ Ինչպես տեսակ, շատ մամաներ ուղղակի պապայություն բաներ էին ասում։ Մեջս պապա դառնալու մեծ ցանկությամբ ավարտվեց այդ օրը։ Հոգ տարեք երեխաների մասին։ Նրանք մեր ամեն ինչն են։